Հնդերեցություն ունի նախապատմություն։ Դեռևս Արցախյան առաջին ազատամարտի տարիներին Արցախում սպասարկող ծառայություն իրականացնող հոգևորականները ի պաշտոնե նաև կանգնած էին մեր կամավորական ջոկատների կողքին, իրենց խոսքով ավետարանի վարդապետությունը բարի լուրը փոխանցելով, այլև տարատեսակ խորհուրդները մատակարարելով, հոգևոր մատակարարմամբ մեր ազատամարտիկներին։ Եվ արդեն 1997 թվականին երջանկահիշատակ Գարեգին առաջին կաթողիկոսի և ժամանակի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ցանկություններով և նրանց ցանկություններով և ջանքերով ստորագրվեց մի հուշագիր, որով այլևս եկեղեցին իր մշտական ներկայությունը պիտի ունենար բանակում։ Դա առավել այսպես հաստատվեց 2000 թվականի որոշմամբ և մինչև 2026 թվական փետրվարի 1-ը մենք որպես հոգևորականներ, ովքեր ծառայություն են իրականացնում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և նաև անշուշտ համաձայնությամբ Պաշտպանության նախարարության, իրականացնում ենք մեր առաքելությունը։